Մեծ դժվարությամբ, փոքր քայլերով Հասմիկն առաջին անգամ մոտենում է Դվին գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուն։ Օրը տոնական է, իսկ Հասմիկի հայրը Տեր Երվանդ Քահանա Բաբայանը Հակոբ Մծբնա հայրապետի տոնին պատարագիչ է այս եկեղեցում։ 4-ամյա աղջիկն ի ծնե հենաշարժողական խնդիրներ ունի։ Երեսկինն ասում է, որ անկախ դժվարություններից փոքրիկը միշտ մասնակցում է պատարագների, հաղորդություն ստանում։ Երբ որ պատարագի ժամն է գալիս, կարծես այդ աղոթքի ընթացքում երեխայի մեջ մի ուժ արթնանա, այդ պատարագի ընթացքում ինքը սկսում է խորանի առաջ քայլել, առանց ընկնելու, գնում է, կանգնում է երկար, աղոթք է անում, լուր լսում է իր հայրիկի աղոթքը։ Տեր հորընտանիքը 3 տարի առաջ է Սիսիանից տեղափոխվել Արարատի մարզի Դվին գյուղ։ Այժմ Տեր Երվանդն այս գյուղի հոգևոր հովիվն է։ Տարեները շատ են պատմում խոնարհված Սուրբ Հակոբ եկեղեցու հրաշագործությունների մասին։ Եկեղեցին 1885 թվականին Ակուրի գյուղից տեղափոխված հայերն են կառուցել, հիմքում մասունքներ ամփոփելով։ Տևական ընդմիջումից հետո Սուրբ Հակոբ եկեղեցում առաջին անգամ է պատարագ մատուցվում։ Տեղացիների սերն ու նախանձախնդրությունը օգնել են Տեր հորը Սուրբ Հակոբ եկեղեցու նորոգումը նախաձեռնելու համար։ Համայնքի շնորհիվ տանիքն է կառուցվել, պատերն են նորոգվել, Սուրբ Սեղանը տեղադրվել։ Վիրապ Տերմոյանն ամենաակտիվ շինարարներից է։ Անցած տարի ես մտածեցի վերանորոգելու մասին։ Ու մի օր վերկացանք եկանք ամբողջ տղաներով, մեր ընկերներով, մեր շրջապատով, գյուղացիներով, սկսեցինք ֆունդամենտից։ Ֆունդամենտը լցրեցինք, հետո ամբողջ այս քարերը փլված էր անձրևի ջրից, տանիքը ավարիոնի վիճակում էր, խալխուլ վիճակում էր։ Ամբողջը վերանորոգեցինք, քարերը հատիկ հանվել է, նորից դրվել է տեղը ու ներսում էլ արվել Սուրբ Սեղանը, կամաց երևի ինձ թվում է եկող տարի կվերջացնենք։ Մյուս տարի նախատեսվում է բարեկարգել նաև եկեղեցու շրջակայքը, կառուցել մատաղատուն։ Գյուղացիները մեծ խանդավառությամբ եւ անհամբեր են սպասում աշխատանքների ավարտին։ Սուրբ Հակոբի բարեխոսությունը շատերի կյանքն է փոխել։ Երեսկինը վստահ է, որ իրենց կյանքն էլ կփոխի։ Քահանայի դուստրը բուժման երկար ճանապարհ է անցել Հայաստանում։ Այժմ այնպիսի փուլում են, որ բուժումը պետք է շարունակեն միայն արտերկրում։ Գերմանացի բժիշկները երաշխավորել են, որ Բրանդերբուրգի Հելիոս կլինիկայում 2 ամիս տևողությամբ ֆիզիոթերապևտիկ կոմպլեքս բուժումից հետո երեխան լիարժեք կքայլի։ Սակայն այդ բուժման համար անհրաժեշտ $60,000 գումարը քահանայի ընտանիքը չունի։ Ավելի շատ եմ ուզում ու ավելի շատ եմ խնդրում Աստծուն, որ իմ բալիկը լիարժեք առողջանա եւ շատ եմ ուզում եւ շատ եմ խնդրում, որ կգտնվեն բարի մարդիկ, որոնք կհովանավորեն մեզ, թեկուզ իրենց փոքր լուման կներդնեն, որպեսզի մենք մի փոքր միջոց հավաքենք եւ այս վերջին կարծես ասած լուրջ քայլն անենք, որպեսզի իմ աղջիկը սկսի քայլել։ Ինքը շատ խելացի բալիկ է եւ ինքը ես համոզված եմ գտնելու է իր տեղը կյանքում։ Հասմիկը նույնպես մեծ ոգևորությամբ էր սպասում այս ուխտագնացությանը։ Սկզբից մինչև վերջ մասնակցեց ծեսին։ Մայրը Մարիամ Խաչատրյանն ասում է, որ սրբերի օրհնությունն ու բարեխոսությունն են օգնում փոքրիկին հաղթահարել բոլոր դժվարությունները եւ շարունակել ապրել։ Ստելա Գևորգյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։